Ես ուզում եմ երկու հարցի անդրադառնալ, առաջինը դա ադրբեջանցիների հավակնություններն են Հայաստանում բնակվելու, իսկ երկրորդը վերաբերում է ընտրություններին։ Նայեք, այս վայրությամբ ընտրությունները ավարտվել են, իշխանությունները փաստացի ինչ-որ ձևեր են արձանագրել, համարում են, որ իշխանություն ունեն, կառավարություն են կազմելու, ամենայն դեպս դեռ նախորդից շարունակականությունն էլ կա, իրենք այսօր պատասխանություն ունեն Հայաստանի շահերը թերևս հետապնդելու, պաշտպանելու։ Նայեք, խոսքս իշխանություններին է, ադրբեջանցիների վերադարձի հարցը, եկեք իշխանություն, ընդդիմություն, քննարկման, վիճաբանության առարկա դարձնելուց հրաժարվեք, դարձրեք Հայաստան-Ադրբեջան վիճաբանության առարկա, արձագանքեք ադրբեջանցիների խոսույթներին, գործողություններին, Միացյալ Նահանգներում, եվրոպական այլ երկրներում նրանց գործունեությանը, սա լուրջ վտանգ է, ասելով, որ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է, դա այդպես չէ, նույնը ասում էիք Արցախի վերաբերյալ, վերջում մենք Արցախը կոչեցինք, ես համոզված եմ, որ վերջում մենք նաև Հայաստանի ամբողջ դեմոգրաֆիկ իրավիճակն ենք փոխելու, սա միանգամից չի լինելու, բայց իր սկիզբը հիմա է դրվում, եթե մենք սրա դիմացը չարանք, հենց այսօր, հետո շատ դժվար է լինելու։ Իշխանությունները գնալու են թրիֆի իրականացման, իշխանությունները դեռ այսպես կոչված անկլավներ են տալու եւ այդ թափանցումը հենց այդ կետերից է սկսելու։ Ադրբեջանցիների Հայաստան բնակեցման հարցը դա Ադրբեջանի պետական ծրագիր է։ Արդյոք սա մենք չենք տեսնում, արդյոք սա ակնհայտ չի։ Սա ընդդիմություն, իշխանություն հարց չի, սա Հայաստանի ազգային անվտանգության հարց է։ Եթե սրա առաջը մենք չառնենք հիմի մոտ ապագային, չգիտեմ, թեկուզ եւ 10 միակ, բայց դա պատմության գրվածքով ժամանակահատված չի, դա ակնթարթ է։ Մենք տեսնելու ենք, որ Հայաստան պետությունը ինքը արդեն հայկական տարածք չի։ Մենք կարող է մեր մեծամասնությունը մեր հայրենիքում կորցնենք։ Սա լուրջ վտանգ է, սա հանեք ընդդիմություն, իշխանություն այդ